Իսրայելական ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Իրանի Խոդամբի միջուկային օբյեկտին, որը երկրի միջուկային ծրագրի առանցքային կենտրոններից է համարվում։ Իրանի Մեհր լրատվական գործակալության փոխանցմամբ, օբյեկտը նախապես տարհանվել էր և ճառագայթման վտանգ չի արձանագրվել։ Իսրայելի բանակը հաստատել է հարվածները, նշել է, որ թիրախավորվել են նաև Նաթանզի միջուկային օբյեկտը և բալիստիկ հրթիռների արտադրության մի շարք գործարաններ։ Ի պատասխան, Իրանը հինգշաբթի առավոտյան հրթիռային հարձակումներ է իրականացրել Իսրայելի տարածքում։ Հարվածներ են հասցվել Բեեր-Շեբա քաղաքի ստորակա հիվանդանոցին և հարակից տարածքներին։ Հիվանդանոցի խոսնակը հայտնել է զգալի վնասների մասին։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 30 մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Վնասվել է նաև Թել Ավիվի ֆոնդային բորսայի շենքը։ Իրանական կողմը պնդում է, որ հարվածների բուն թիրախը եղել է հիվանդանոցին հարակից Իսրայելի բանակի հրամանատարության և հետախուզության կենտրոնը։ Վաշինգտոնյան մարդու իրավունքների ակտիվիստներ կազմակերպության տվյալներով 6-օրյա հակամարտության ընթացքում Իրանում զոհվել է առնվազն 639 մարդ, այդ թվում 263 խաղաղ բնակիչ և 154 անվտանգության ուժերի աշխատակից։ Վիրավորների թիվը հասնում է 1329-ի, իսկ Իսրայելում զոհերի թիվը հասել է 24-ի։ Միջազգային հանրությունը խորը մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հրավիրել է արտահերթ նիստ։ Երկու կողմերն էլ հայտարարել են, որ փոխադարձ հարվածները դեռևս կշարունակվեն։